Հարգելի հայրենակիցներ, մի քանի օր է, ինչ մեր բոլորի ուշադրության կենտրոնում է նախագահ Սերժ Սարգսյանի ուղիղ եթերում արված զրույցը։ 7 ժամ խոսվեց հայրենիքի, պետության մասին, մեր հաղթանակների, մաքարոնների, դժվարությունների մասին, սայթակումների մասին, ու ամենակարևորը խոսվեց նաև հնարավորությունների վերականգնման մասին։ Մեր հասարակությունը շատ առողջ քննարկում է, համաձայնվում, վիճում, մտորում այս ամենի շուրջ, եւ սա շատ նորմալ է, հենց այսպես էլ պիտի լիներ։ Բայց այս ամենը ունի նաև իր անառողջ կողմը, այ օրինակ Նիկոլա Հպատակ իրավապահների անառողջ ուշադրությունը, մի քանի անգամ օրվա մեջ դատարան կանչելով, քննչական կանչելով, ինչ որ մեկը նույնիսկ գիշերը անհանգստությունից չէր քնել, եւ մեր հասարակությունից ինքը իրեն մեկուսացրած ախրանիկներով եւ ֆեյքերով պատասպարվածը չէր կարող այս առիթը չօգտագործել եւ իր անառողջ ամբողջ էությունը ցույց չտար մեր հասարակությանը։ Եվ կապ չունի թե խոսքը ինչ ֆորմատով է հնչում, կարևորը այդ խոսքը արժանանում է իշխանազավթի հակադարձմանը, հակադարձ ռեակցիային, մի շատ պարզ պատճառով, որովհետև այդ խոսքը կենթանի ապացույցն ու վկայությունն է դառնում նրա, որ հայկական ինքնությունը չի հաջողվել սպանել, իսկ այդ սպանելու փորձերը ինքը բազմիցս արել է։ Չի կարողանում քաղաքական պատասխան տալ, չի կարողանում իր ցայտնոտը զսպել եւ դրա արդյունքում ավելի նյարդային է դառնում, քանի որ նորից հայ հասարակությունը հիշում է իր բերած ողբերգությունների մասին, իր բերած դավաճանության մասին։ Ցայտնոտն ավելանում է, որովհետև չի կարողանում մոռացության տալ, թե ինչպես էր 44 օր մեր ժողովուրդը ու մեր բանակը անձնազոհաբար պայքարում հանուն մեր բոլորի հայրենիքի։ Ավելի է նյարդայնանում, երբ հիշեցնում են մեր հասարակությանը, թե մինչև իշխանազավթումը քանի տասնյակ միլիարդ դոլարի զենք զինամթերք է ձեռք բերվել Հայաստանի համար, էլ ավելի է նյարդայնանում, երբ հիշում է, որ հայ ժողովրդին հիշեցնում են, որ մինչև իշխանազավթումը հայկական սահմանները անդադար բարելավել են, ինչպես Սերժ Սարգսյանն ասեց, Արարատից մինչև հեռավոր Սյունիքի մարզ։ Բայց այս ամենը մի կողմ, ինքը ավելի նյարդայնանում է այն փաստից, երբ գիտակցում է, որ ցանկացած զրույց հայկական իրականության մեջ, երբ խոսքը քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման մասին է, ավարտվում է այն մտքով, որ իր խոսքը ավարտեց Սերժ Սարգսյանը։ Չհոգնել, չհուսահատվել, սրտում փայփայել ու գործողություններով օժանդակել ավելի լավ Հայաստան ունենալուն։